Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի մերձեցման վկան փաստորեն ինքն էլ չի հավատում հայ-ադրբեջանական խաղաղությանը։ Միացյալ Նահանգներում լուրջ կասկածներ կան, թե այդ խաղաղությունը վերջնական կլինի։ Գաղտնազերծվել է ԱՄՆ ազգային հետախուզության ծառայության տարեկան սպառնալիքների գնահատումը զեկույցը։ Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ, նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, հեռացնելով այն հղումը, որը նա մեկնաբանում է իբրև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող դրույթ։ Միացյալ Նահանգները շատ ավելի հստակ չէ դրա մասին խոսում։ Եվ ասում են Ալիևի պահանջն է։ Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ցավում է, որ Թրամփի վարչակազմին անհանգստացնում է ոչ թե Հայաստանին պահանջներ թելադրելու Ադրբեջանի նախագահի հանցավոր կեցվածքը, այլ այն, որ այդ պահանջների կատարումը երաշխավորված չէ։ Անկախ զորեստեր միջազգային իրավունքի նորմերն են խախտում, որ պետության ինքնիշխանությունն է ոտնահարվում, դա իրենց չէր հուզում, ցավոք, ես դա ցավով եմ ասում։ Բայց իրենց չոր հաշվարկներով ուղղակի հնարավոր չէ, իրենք դա գոնե կարողացել են հասկացել։ Մենք ինչ ենք դա նախաձեռնում։ Դանիելյանի խոսքով Միացյալ Նահանգների ազգային հետախուզության ծառայությունում շատ լավ գիտեն, որ Փաշինյանն այլևս այն հեղինակությունը չունի, որ նրա հորդորով մարդիկ գրոհ են ընտրատեղամասերն ու կողմ քվեարկեն նոր սահմանադրությանը։ Լուրջ կասկածներ կան, որ սահմանադրական հանրաքվեն կարող է չտալ սպառված արդյունքը։ Իսկ ինչ կլինի, եթե Հայաստանի քաղաքացիները դեմ քվեարկեն։ Եվ ստեղծվեց մի իրավիճակ, որ մենք իբրև թե գնում ենք խաղաղության, իրականում ստեղծում ենք պատերազմի ռեալ սպառնալիքներ։ Այսինքն եմ ես խիստ մտահոգված եւ համոզված եմ իմ շատ մտածողներ եւ ասում են պետք է սթափել։ Դանիելյանն ընդգծում է, եթե անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին լիներ, ինչպես պնդում է Փաշինյանը, դա վաղուց արձանագրած կլինեին միջազգային իրավական կառույցները։ Անկախության մասին հռչակագիրը որևէ առնչություն չունի տարածքային հավաքությունների հետ։ Ամենը խոսքը վերաբերում է ժողովրդին որոշման իրավունքը հարգելուն։ Իրավագիտության դոկտոր պրոֆեսորը նկատում է Հայաստանում սահմանադրության նախկին փոփոխությունների ժամանակ էլ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը կետ առ կետ ուսումնասիրել է դրույթներն ու չի արձանագրել, որ անկախության հռչակագրին հղումով Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում որևէ պետության։ Իմաստացրեց, որ բոլոր դեպքերում Ալիևը շատ ավելի լավ իրավաբան է եւ իրեն սատարողները, քան ասենք Վենետիկի հանձնաժողովի բարձրակարգ իրավագետները։ Միջազգային փորձագետները Վենետիկի հանձնաժողովը որևէ դիտողություն չունեն կոնկրետ այս հարցադրման առնչությամբ, բայց պարզվում է Ալիևը ունի եւ մենք ասում ենք դե լավ, քանի որ Ալիևը ունի, մենք էլ ունենք։ Գևորգ Դանիելյանը հույս ունի, որ ԱՄՆ ազգային հետախուզության ծառայության այս գնահատականը կհուշի Հայաստանի քաղաքացիներին, որ Փաշինյանը սահմանադրության փոփոխության է գնում ոչ թե վերջնական խաղաղություն բերելու, այլ Ալիևի հերթական պահանջը կատարելու համար։ Ու անգամ նոր սահմանադրության ընդունումը չի երաշխավորելու, որ Ադրբեջանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Կանե Մանգասարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։